Մեկ տարի առաջ նույն այս օրերին քաղաքական շրջանակներում ակտիվացան ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին խոսակցությունները։ Պատճառը իշխանությունների մշակած ընտրական օրենսգրքի նոր խմբագրությամբ նախագիծներ, որը քննարկելու նպատակով դեռևս 2010 թվականի վերջին տեղադրվեց Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը ժամանակի պահանջն էր, եւ որ 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ավելի ժողովրդավարական են լինելու։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը մեկնաբանվեց այս կերպ. Իրականում յուրաքանչյուր ընտրությանն ընդառաջ արված փոփոխություններն արդյոք էական նշանակություն ունենում են, արդյոք արված լրամշակումներն ու լրացումները որակապես ազդում են ընտրությունների վրա։ Նույնիսկ ամենակատարյալ ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել կատարյալ ընտրությունների անցկացում, եթե համապատասխան կամք չլինի։ Արատավոր պրակտիկան ցույց է տվել, որ Հայաստանում անցկացված ցանկացած ընտրական գործընթաց մեղմ ասած հեռու է ժողովրդավարական կոչվելուց։ 2011 թվականի նույն այս օրերին Ազգային ժողովում ակտիվորեն քննարկվում էր իշխող կոալիցիայի հեղինակած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը։ Գործող օրենսգրքի փոփոխությունը գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շեմին ըստ էության Եվրոմիության պահանջն է։ Փոփոխությունների նպատակը ընտրական օրենսդրության, ընտրական գործընթացների եւ ընտրական վարչահարության բարելավումն է, որը ըստ իշխանության ներկայացուցիչների հաշվի են առնվել մի շարք միջազգային կազմակերպությունների առաջարկություններ։ Այժմ դիմենք արխիվի օգնությանը եւ տեղափոխվենք մեկ տարի հետ 2011 թվական փետրվար։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները ակտիվորեն քննարկում եւ կարծիք էին հայտնում օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իշխող կոալիցիայի առաջարկած օրենսդրական փաթեթի վերաբերյալ։ Արխիվ 2011 փետրվար։ TV34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ շուրջ 10-ամյա աշխատանքային փորձ ունի։ Նրա ձեռքի տակով բազմաթիվ օրենսգրքեր, ընտրական գործընթացին առնչվող որոշումներ եւ ուղեցույցներ են անցել, եւ այնքան արագ, որ բոլորի բովանդակությանը ծանոթանալ չի էլ հասցրել։ Տեսեք ինքներդ, ասում է։ Ամեն անգամ նորը կգա, հինը հարկավոր է մոռանալ։ Նշում է, որ փոփոխություններին դեմ չէ, մանավանդ եթե լրամշակված օրենսգիրքը իրենց գործունեությունը դարձնի առավել արդյունավետ։ Թե այդ օրենքը գործողության մեջ դնելուց ինչպիսի հետևանքներ են առաջ գալիս կամ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում, անկեղծ ասած ոչ մեկս չեն կարող այս պահին պատասխանել։ Ցավոք սրտի ցանկացած օրենք մեր ազգային մենտալիտետից ելնելով մենք փորձում ենք այլ ճանապարհներ բանկալ։ Փորձում ենք ավելի մութ անկյուններով տեսնել, ուրեմն ելք գտնել։ Նոր նախագիծը, որը առաջկայում կարող է վերածվի օրենքի, անպայման ավելի լավը պիտի լինի, քան նախորդը։ 2011 թվականի մայիսին Ազգային ժողովը ձայների 76-12 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագիծը։ Որոշումից հետո իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները նպաստելու են, որպեսզի առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները երկրում անցկացվեն ազատ, արդար եւ թափանցիկ։ Մինչդեռ քաղաքական մյուս ուժերի գնահատմամբ օրենսգրքում փոփոխություններ կատարելով չէ, որ պետք է կազմակերպել անցնցում ընտրական գործընթաց։ Հայաստանում ձևավորվել է մի ավանդույթ, որը բացառում է թափանցիկ ընտրությունների անցկացումը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ընտրական օրենսգիրքը ավելի քան 10 անգամ փոփոխությունների է ենթարկվել, սակայն կրկին փոփոխվեց կոալիցիայի մաս կազմող կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Նրանք ավելի քան վստահ են, որ այս 2012 թվականի ընտրությունների ժամանակ պատրաստ է լինելու մի այնպիսի օրենսգիր, որում կատարված փոփոխությունները կոսմետիկ չեն լինելու, այլ էական նշանակություն են ունենալու։ Ինչպիսին էր հասարակ քաղաքացու, ընտրողի գնահատականը, ով բազմից ականատես եղել, թե ինչպես են կազմակերպվել եւ անցկացվել Հայաստանում ցանկացած ընտրական գործընթաց։ Օրենքները միշտ լավն են, վատ օրենք չկա, ուղղակի օրենքները անհրաժեշտ է կատարել տարի համաձայն։ Իսկ եթե տարի համաձայն չես կատարել, գուցե 100 հատ օրենքի գիրք փոխե, այսինքն մարդում դե փոխվի։
իրավական դաշտը դիփոխվի, որ պաշտպանեն օրենքի տառը։ Եթե օրենքի տառը պաշտպանեն են նախկին 96 թվականի օրենսգիրքը ավելի լավ էր, քան այսօրվանը։ Թե պետք է օրենքը եթե գրում են, ուրեմն պետք է օրենքներ կատարեն, որ օրենքները աշխատեն։ Այդ օրենքները միայն օրենքներ ստեղծողներն են օգտվում, ոչ թե ժողովուրդը։ Չարժե հսկայական գումարներ ծախսել նոր գրքեր հարկավոր է ընդունած օրենքները ճիշտ կատարել։ Չի էլ փոխվի, քանի այս իշխանությունը սպես ձեռնարկել է, այդ ձև էլ կշարունակվի։ Ժողովուրդն էլ ցույց են տալիս, որ գործ են անում, աշխատում են, բայց բոլորը սդի վրա է։ Մեր հենց հիմքը դրվածից մինչև այսօր սա սխալ է։ Հիմք իսօր փոխվի ամեն ինչ նորմալ է։ Քանի էս դաստեն է, կուզե օրենք փոխեն, կուզե ինչ փոխեն, հեչ բան չի փոխվի։ Մինչև սոն չգարգեն, բան չի փոխվի։ Թող ժողովուրդը ճիշտը ընտրի։ Չգնա էդի կոպեկների հետևից։ Հնարավոր չէ, որ կեղծություն չեղնի։ Նոր օրենսգրքով փոփոխության ենթարկվեց նաև ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ներկայացված 15 թեկնածուներից 7-ին նշանակելու իրավունքը երկրի նախագահինն է։ Թեկնածուներ առաջադրելու իրավասություն ստացան Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները։ 1990 թվականին, երբ անցկացվեցին Գերագույն մարմնի ընտրությունները եւ ընտրողների եւ հանձնաժողովականների սեղանին դրված էր ԽՍՀՄ ընտրական օրենսգիրքը, այդ ընտրությունները դեռևս անգերազանցելի են թափանցիկության առումով։ Հայաստանի Հանրապետության առաջին ընտրական օրենսգրքի հեղինակ Լյուդվիգ Խաչատրյանն անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխություններին կարծիք հայտնեց, թե 90 թվականից հետո աստիճանաբար Հայաստանում ձևախեղվեցին ընտրական գործընթացները։ Սկսվեցին, այսպես ասեմ, սկզբից մի քիչ, հետո շատ ավելի շատ ընտրակեղծիքների տրադիցիաների խորացում, որ մինչև այսօր է գործում։ Խնդիրն է նա, որ մեր մոտ Հայաստանում այդ ընտրակեղծիքները, ես իզուր չեմ ասում, ընտրակեղծիքների տեխնոլոգիաներ են նկարագրում եւ այլն բան, թե ինչպիսին են։ Հա, այդ միևնույն է այդ տեխնոլոգիաները հնարավորության դեպքում օգտագործվելու են։ Ընտրություններից առաջ բոլոր քաղաքակիրթ երկրներում են փորձում կատարելագործել երկրի կարևոր օրենքը, ընտրական օրենսգիրքը, սակայն նույնիսկ ժողովրդավարական շատ երկրներում ընտրություններն անցկացվում են խախտումներով։ Հայաստանում պատկերն այս առումով առավել մռայլ է։ Մարդը մանդատ է ուզում, ինքը կներեք արտահայտությանը, բայց ինքը ընդհանրապես չի էլ մտածում մաքուր, ոչ մաքուր, մարդը մանդատ է ուզում։ Իսկ մանդատ է ուզում, որպեսզի իրեն պաշտպանի, իր գործունեությունը պաշտպանի, հա, մարդիկ իշխանություն է ուզում, չեմ հասկանում։ Իշխանության համար մարդիկ իրար են սպառնում։ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը զուգահեռ փոփոխվեցին նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը։ Թիվ 34-ին նախագահ ընտրվեց Գյումրի 2 սոցծառայության պետ Էդուարդ Բաղրամյանը։ Թիվ 33 ընտրատարածքի նախագահ ընտրվեց Գրիգոր Հովհաննիսյանը, ով Շիրակի մարզի անտառտնտեսության պետն է։ Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակվեց Գուրգեն Մալխասյանը։ Նոր ընտրական օրենսգրքով սահմանված էր մեկ թեկնածուի առաջադրման պարագայում ընտրությունները տվյալ համայնքում կամ քաղաքում տեղի չէին ունենա։ Այժմ դարձյալ դիմենք արխիվի օգնությանը։ Տեղափոխվենք այս անգամ 2011 թվական սեպտեմբեր։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում անցկացվեց քաղաքապետի ընտրություն։ Նախապես առաջադրվել էին 2 թեկնածու՝ գործող քաղաքապետ հանրապետական Արտակ Գևորգյանը եւ անկուսակցական Աղասիկ Կարապետյանը։ Վերջինս մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Արտակ Գևորգյանի թիկնապանն էր, եւ որ գործող քաղաքապետն էր խնդրել նրան առաջադրել իր թեկնածությունը տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի տառը պահպանելու համար։ Կար ժամանակ անց Աղասիկ Կարապետյանը ինքնաբացարկ հայտարարեց եւ դուրս եկավ ընտրապայքարից։ Իմ նպատակն է մշտապես քաղաքը տեսնել միատարր, մեկ ընտանիքի ձևով ապրել։ Մենք մեր կուսակցության նիստերի, ժողովների ժամանակ չենք նպատակահարմար գտել քաղաքապետին խանգարելու եւ այլն եւ այլն։ Եթե դժգո լինեին այդպես շատ խիստ դժգոհություն արտահայտվեր, կլիներ թեկնածու, իմ կարծիքով կլիներ, որովհետև Մարալիկը խիստ քաղաքականացված է։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին նաև Շիրակի մարզի մի շարք գյուղական համայնքներում, մասնավորապես Շիրակի մարզի Բասեն, Վարամաբերդ, Գառնարիչ, Շիրակ, Գեղանից, Նահապետավան, Տուֆաշեն եւ Պեմզաշեն գյուղերում։ Առաջադրված տեխնացուների մեջ այս անգամ եւս գերակշռեցին հանրապետականները։ Բասեն համայնքում միմյանց հետ մրցեցին գործող գյուղապետ ՀԿ-ական Համլետ Պողոսյանը եւ Էշչինից տեղակալ անկուսակցական Արշակ Խատերյանը։ Արշակ Խատերյանը առաջադրվել էր հանրապետական ընկերոջ խնդրանքով։ Ընտրապայքարից նա շուտով դուրս եկավ։ Գյուղապետի տեխնացուն հայտարարեց, որ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ Ես ազնվորեն խոստովանեմ, որ հենց այդպես էլ եղել է, որովհետև դուք կարող եք ինքներդ տեղում ուսումնասիրություններ, համայնքում ուսումնասիրություններ կատարել կամ կենտրոնական ընդրական հանձնաժողովի հետ ձեր հանդիպեք եւ հանդիպումներից պարզ կդառնա, որ իրոք դիմողներ չեն եղել։ Այսօր չունենք այն տեխնացուն, որը պատրաստ լինի այդ ծանրությունը վերցնելու։ Յուրաքանչյուրն ունի իր ներուժը, յուրաքանչյուրն ունի իր ռազմավարությունը, ընտրությունների արդյունքում մենք կտեսնենք, թե ով ինչպես է նախապատրաստված ընտրություններին։ Իշխանությունները ամեն կերպ աշխատում են, որ մեր նման կուսակցությունները ռեալ ռեսուրսներ չունենան։ Խոսքը եւ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների մասին է։ Եվ ճնշելով, թուլացնելով, փոքրացնելով նրանք համոզված են, որ մենք այդ ռեսուրսները չենք ունենա եւ չենք կարողանա այդ ձեռամասերում մարդիկ ունենալ։ Նույն պատկերն էր մարզի Վարամաբերդ եւ Շիրակ համայնքներում։ Վարամաբերդում առաջադրվել էր գործող գյուղապետ հանրապետական Աղվան Մարտիրոսյանը եւ անկուսակցական Սեդրակ Գևորգյանը։ Գառնարիչ, Գեղանից, Նահապետավան, Պեմզաշեն, Տուֆաշեն համայնքներում եւս նույն պատկերն էր։ Այս ամենը իհարկե արվում էր տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի տառը պահպանելու համար։ Շատերը ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը ժամանակավրեպ համարեցին։ Նախկին օրենքը ինձ թվում է ավելի ճիշտ էր, քան որ կան համայնքներ, որտեղ նույնիսկ մեկ տեխնացուի հնարավորություն այսօր չկա, որ մնաց արդեն 2-3 տեխնացուների, որովհետև այսօր համայնքի ղեկավար աշխատել մենակ չի նշանակում որ կազմես ատորին, պաշտոն ղեկավարես պաշտոնի համար, կամ այդ քանում կոպեկ, այսօր իրականում կոպեկ ենք ստանում, այդ կոպեկ աշխատավարձով աշխատես։ Ոչ մի բան չեմ խոստացել առաջվանից եւ խոստանալու բանը չկա։ Ես խոստանալու բան չունեմ, այնինչ իմ ուժերի սահմաններում ես կկատարեմ իմ ոչ։ Ընտրական օրենսգրքի որ կետի բացակայությունն էր, որ խանգարում էր ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելուն։ Ակնհայտ է հետեւյալը. մեր երկրում միակ բանը, որ պակասում է, ոչ թե ընտրական օրենսգրքի էջերում է թաքնված, այլ քաղաքական կուլիսներում։ Դա քաղաքական կամքի բացակայությունն է։ Գազելներով, բաներով իշխան մարդ են բերում, պլստում են, ասում են գնացեք, թե իհարկե այդ պրոցեսը իշխանությունը չցանկանա անել, նորմալ ընտրություն, մենք կանցկացնենք նորմալ ընտրություն։ Թեկուզ ամենավատ օրենսգիրքը լինի, եթե մենք հետևողական լինենք տարի ճշտությանը, կետի ճշտությանը, դա լավն է անցնելու։ Ինչ է նշանակում, որ ասենք, այս սխալ էր, գնանք նույն հետևենք դրան, թեկուզ սխալ հետևենք դրան։ Կերձիկներ չլինի, լցոններ չլինի, այդ դեպքում ինչ-որ չափով ժողովուրդը կզգա, որ իր կամքն է արտահայտվել այդ ընտրությամբ։ Գալիք համապետական ընտրությունների նախաշեմին կատարվող գործընթացները եւս ցույց են տալիս, որ իշխանությունները բացահայտ եւ հեշտական անգամ մարտահրավեր են նետում սեփական երկրի քաղաքացուն։ Մինչդեռ վերջինի սպարտն է ազատ ընտրական գործընթաց պահանջելը, որպեսզի սեփական երկրում չոտնահարվեն իր իսկ իրավունքները։